Ուրեմն ձեզ ուզում եմ շնորհակալություն ասել առողջապահության կազմակերպիչներ, բժշկի ձայնը ներկայացնողներ եւ Անգարժան բժիշկներ, այո, բոլորս բժիշկ ենք, այո։ Բժշկի ձայնը այստեղ ներկայացնելու համար, մանավանդ մեր ժամանակներում, երբ որ անկեղծ եւ ճշմարիտ խոսքը լռեցվում է եւ այլն, գիտեք, ինչ մթնոլորտում ենք ապրում եւ շատ կարեւոր է ձեր ձայնը քաղաքական գլխավոր ամբիոնից, քաղաքական գլխավոր ինստիտուտում հնչեցնելը։ Դուք հիմնականում իհարկե այն խնդիրները, որոնց մասին դուք խոսեցիք, դրանց հետևում ենք նաև ձեր ակտիվության արդյունքում, նաև հանրային ընդհանուր սոցիալական հարցակներում բողոքների այնպիսի ալիք կա, որ դուք դեռ ընդհանրապես մեկ մաս հնարավորություն ունեցաք ներկայացնելու։ Դուք հիմնականում ներկայացնում եք բժշկի ձայնը նաև ձեր կողմից, թեև թռուցիկ անդրադարձ եղավ շատ կարևոր մի բանի, որը հանրության ձայնն է։ Ի վերջո, որակյալ առողջապահությունը, որը մեր հասարակության խնդիրն է, որ առողջ հասարակությունը, առողջ մարդ առողջ հասարակությունը եւ առասարակ թե այդտեղ խնայողությունները կամ անկառավարելիությունը թե ինչ աղետալի հետևանքներ կարող ունենալ, կարծում եմ մեր հիմնական թիրախը նաեւ այդ է, ինչի մասին դուք խոսեցիք։ Եվ ես ուզում եմ մի հարց հնչեցնել, այսպես միամտորեն, այս մեթոդաբանությունը, վարձատրման կարգը, այս ամբողջ կառավարման այս նոր մոդելը, որը ներդրվեց, ժամանակին ձեր հետ, որպես հասարակական կազմակերպություններ, որպես սուբյեկտներ, արդյոք քննարկվել է թե ոչ, չի քննարկվել այս մեթոդաբանությունը։ Լավ, հիմա ուզում եմ երկրորդ հարցը տամ, ասենք թե 2.5 միլիարդ պահուստից, երբ որ նեորվա փողը, դա էլի միամիտ հարցեր շարքից, դա հիմնավորում ուներ, որևէ հիմնավորում, թե սովորական նախընտրական պոպուլիզմը, որևէ հիմնավորում կա եւ դուք դրա բացատրությունը ունեք։ Այո, ես հասկանալի է, որ չզեկուցողների մեջ է, բայց դրանք նաեւ այս հասարակության պահուստային այն ամենապարզ մտքով հասկանում ես, թե պահուստը ինչի մասին է։ Եվ նաև այդքան միամիտ չենք հասկանանք նախընտրական շրջանում 2.5 միլիարդը ինչու է նետվել հրապարակ եւ ինչին է ծառայում, բայց նաև այստեղ հասարակության արժանապատվության, հիվանդի արժանապատվության, բժշկի արժանապատվության, որակյալ առողջապահության, պատասխանատվության ինստիտուտը, դուք դրա մասին կարծես թե չխոսեցիք, բայց կա նաև պատասխանատվության ինստիտուտը, մենք արդյոք առողջապահության նախարարությունը ունի համապատասխան ուսումնասիրություն, թե սխալ դիագնոզների, սխալ բուժման ինչ տոկոս մենք ունենք այսօր նաև, եւ դա ուղղակի թե անուղղակի ինչի հետևանք է, որտեղ դրանք բոլորը մեր հասարակության վրա բացասական հետևանքներ ունեցող խնդիրներ են, խնդրում նաև դրանց անդրադարձել։ Եվ շատ ձեր առաջարկությունը շատ լավ, բայց մի բան էլ ասեմ, որ ձեր առաջարկությունը շատ ականջահաճույ էր եւ տրամաբանական, ես կարծում եմ այո, նաև հարկադրել համապատասխան հանձնաժողովի պատգամավորներին, դա իրենց անմիջական գործառույթն է եւ մենք որպես հանրության ձայնն էլ մենք ենք քաղաքական ինստիտուտով, այո, ես էլ եմ ուրեմն շատ որդեգրել եմ համարում այդ առաջարկությունը լինել եւ հասկանալ թող անանուն լինի։ Ես խոստանում եմ չորեքշաբթի օրվա հանձնաժողովին, Շնորհակալություն հարցի համար, հարցի առաջի մասին ես անդրադառնամ, այսինքն մասնակցային քննարկումների վերաբերյալ, իսկ պահուստային ֆոնդի վերաբերյալ Տիկին Պողոսյանը կարձագանքի։ Տեսեք, մասնակցային քննարկումների իմիտացիա կա։ Հավաքվում են օրինակ կան հասարակական կազմակերպություններ, չեմ ուզում մատնանշեմ, որոնց մեջ որ օրինակ օտար մարդ չի կարա լինի, ներգրավված են այն մարդիկ, ովքեր ռուսերեն ալախնչում особо приближенные к императору մարդիկ են ներգրավված, ովքեր որ ներքին պայմանավորվածությունների են գալիս, թե ինչ պետք է լինի, ոնց պետք է լինի, որքան պետք է վճարվի եւ այլն։ Դրանից դուրս արդեն երկրորդ ինստանցիանում հետ դա քննարկվում է առողջապահության նախարարի խորհրդատուներն են, ովքեր եկեք հասկանանք, որ բավականին տակ տեղավորված մասնագետներ են, ովքեր որ մեկը մի տեղաբաժնի վարիչ, մյուսը այլ տեղաբաժնի վարիչ, երրորդը, չգիտեմ, նման կերպարներ են, ովքեր որ իրենց տնօրենի հետ են հանգիստ պայմանավորվում եւ այն այսպես ասած շերտն են կազմում բուժաշխատողների, ովքեր իրենց հարցը ներքին պայմանավորվածության արդյունքում լուծել են։ Իսկ այդ մասնագետները, ովքեր որ առօրյա ժողովրդական լեզվով ասած թևերը քշտած աշխատում են,
օրեկան 30-40 հիվանդ են ընդունում, այդքան թղթաբանություն են անում, խելոք ենթարկվում են, պարտաճանաչ հարկ են մուծում, ժողովուրդ այդ մարդկանց հետ քննարկում չի արվում, ասեմ ավելին, առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո բացվել էր Telegram ալիք օպերատիվությունը ապահովելու համար, Telegram ալիքը կես ամիս հետո փակվեց, որովհետև բժիշկները սկսեցին անհարմար հարցեր տալ, ինչից հետո սկսեց Zoom հանդիպումներ, որոնցից առաջ բուժկենտրոնների բուժաշխատողներին տնօրենը կանչում էր, ասում էր հարց չտաս, պատատականը։ Դրանից հետո այդ հենց որ մեջները մեկը հայտնվում էր, որ հանդգնություն էր ունենում նախարարի անդորը խանգարել եւ անհարմար հարց տալ, օրինակ աշխատավարձերի վերաբերյալ, կամ իրան հանում էին Zoom-ից, կամ հետո չէր կարողանում միանալ, որտեղ ներսը տեղ չկար, կամ Zoom հանդիպումը ավարտվում էր։ Ուստի մասնակցային կառավարման մասին, որի մասին իդեպ խոսում էր առողջության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նորընտիր նախագահը, չի ապահովվում։ Եվ ես հիշում եմ, որ նորընտիր նախագահը տղամարդավարի խոսք տվեց կազմակերպել լսումներ, ճիշտ եմ հիշում, պատգամավորները չեն թողնի։ Ճիշտ եք հիշում, այո։ Տղամարդավարի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, որ լսումներ է կազմակերպելու, շատ եմ ցավում, որ այստեղ չի նա, կուզեի մի հատ էլ իրենից անձամբ ես էլ լսել, բայց ես լիահույս եմ, որ տղամարդու խոսքը դեռևս արդիական է Հայաստանի Հանրապետությունում եւ մարդիկ իրենց խոսքի տերը կլինեն։ Խնդրեմ Տիկին Պողոսյան, հարցի երկրորդ մասը։ Պահուստային ֆոնդից եւ այլ ծրագրերից այլ ծրագրեր գումարների տեղաբաշխումը կատարվել է պարզաբանման մեջ ասում են, որպեսզի շարունակականություն ապահովենք ապահովագրության եւ ոչ ապահովագրական այն 1.400.000 պեր կապիտա մնացած քաղաքացիների բժշկական օգնություն ու սպասարկումը, այսինքն բառացիորեն այդ շարունակականության ապահովման համար են տանում, ինչպես նաեւ այնտեղ հիմնավորում է, որ 89%-ով կանխատեսում է, որ առաջին երկրորդ երամսյակերում շարունակականություն կունենան, եթե այդ գումարները տանեն այդ մասով։ Երկրորդ մասը, որ ասում եք քննարկվում են դեպքերը, ես ունեմ պաշտոնական իրենց հետ նամակագրություն, խնդրել եմ օրինակ պարզաբանել մայրական մահերի եւ մանկական մահերի քննարկման դեպքերը, ինչպես մահերի, այնպես էլ մենք ունենք այսպիսի հասկացություն, կոչվում է մազաբուրց դեպքեր, հա, որոնք որ ծանր ախտորոշումներ են եւ քննարկվել են, միշտ են քննարկվել ժամանակին, որոնք որ դառնում էին առանց որևէ այսպես քննադատության սխալների հետ կապված արձանագրություններ եւ տրվում էին ամբողջ Հայաստանի Հանրապետության համապատասխան ուրեմն կլինիկաներին, օրինակ, եթե ունեինք մայրական մահ կամ մայրական հղի մազապուրց դեպք եւ ամբողջ այդ քննարկմանը եւ բաց թողումները արձանագրությամբ ժամանակին հասնում էր օրինակ, չգիտեմ, Գյումրու բժշկական կենտրոն, Մարտունու բժշկական կենտրոն, որպեսզի կարդային եւ նմանատիպ դեպքերը չկրկնվեր եւ այդ մեթոդը շատ լավ կիրառվում էր, հա, սխալների հետ կապված, սակայն ինձ բազմաթիվ պատասխաններ կան պաշտոնական, որ նման պրակտիկա այլևս չի կիրառվում եւ այդ դեպքերը չեն քննարկում, եթե չեն քննարկում առողջապահության համար ամենացավալի դեպքերը, դրանք մայրական մոր եւ մանկան մահացությունն է, կարծում եմ, որ խոսել սխալ ախտորոշումից կամ ախտորոշման տարբեր խնդիրներից սխալ է, այսօր մենք վիճակագրություն չունենք, մենք այսօր ունենք բազմաթիվ քաղաքացիների բողոքներ, օրինակ ես ունեմ բազմաթիվ բողոքներ, որ նույն քաղաքացին նույն օրը 7 լաբորատորիայում տալիս է նույն այնպիսի հետազոտություն, որը որ փոխվելու օրվա մեջ փոխվելու խնդիր չունի, օրինակ դա շաքար չի, հա, օրինակ վահանաձև, գեղձի կամ հիպոֆիզի հորմոն եւ 7 լաբորատորիայից ստանում է տարբեր պատասխաններ։ Այսինքն այս քաոսի մեջ մի խոսքով խոսել որակից ուղղակի ավելորդ է, որովհետև արդեն մենք չունեինք մինչև ապահովագրության ներդրումը որակի հետ կապված ներդրումներ եւ որակի հետ կապված խնդիրների լուծում, բայց այսօր արդեն անգամ չենք էլ խոսում այդ որակից։